եմ, Միացյալ Նահանգները երբեք չի կարող հրաժարվել այն մտքից, որ պետք է լինի հեգեմոն ամբողջ աշխարհում։ Եվ այդ կապակցությամբ նրա գործողությունները, նորից եմ կրկնում, Ռուսաստանի դեմ շոշափում է մի շարք այլ երկրներ, մասնավորապես եվրոպական երկրների շահերը։ Ես նկատի ունեմ առաջերտին այստեղ հյուսիսային հոսքը, որի դեմ ամերիկացիները լուրջ պատերազմ են հայտարարել, ելնելով այն բանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարզապես ձգտում է վերացնել Ռուսաստանի մուտքը վառելիքային եւ էներգետիկ մուտքը դեպի Եվրոպա։ Երկու գերտերությունները կանգնած են ռազմական մրցավազքի ճանապարհին։ 64 միլիարդ Միացյալ Նահանգները ավելացրեց իր բյուջեն, իսկ Ռուսաստանի քաղաքական գիծը, դուք գիտեք, այս օրերին մեծ զորախաղեր եղան ռազմածովային նավատորմի, բոլորովին նոր տեխնիկայի, նոր խոսք է տեխնիկայի եւ ռազմական բնագավառում եւ նաեւ տանկային զորախաղեր եղան, սա փաստորեն խոսում է այն մասին, որ երկու կողմից էլ ցուցադրում են մկանային քաղաքականություն։ Երևի ձեզ կհետաքրի, թե ինչ պատասխան եղավ, իհարկե գիտեք բոլորդ, ինչպիսի պատասխան եղավ Ռուսաստանի կողմից այդ օրենքի նկատմամբ։ Սա աննախադեպ իհարկե քայլ էր, որին գնաց Մոսկվան, 1200 դիվանագետներից կրճատվեց 755-ը, թողնելով 455 մարդ, եւ նման բան ընդհանրապես դիվանագիտական պատմության մեջ նորեն նոր շրջանում ինձ հայտնի չէ, հիշում եք, որ Լոնդոնը 74 թվականին 105 խորհրդային դիվանագետների արտաքսեց։ Իսկ սա իր տեսակի մեջ աննախադեպ իրադրություն է, աննախադեպ դեպք է, չնայած Մոսկվան մի քանի անգամ կրկնեց սկզբնական շրջանում ասին, որ սա սիմետրիկ է եւ հայլիային պատկեր է, դա սիմետրիկ չէ իմ կարծիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա գտնվում է շփոթության մեջ։ Եվ ոչ միայն անձնակազմի առումով, այլև երևի ուշադրություն դարձրեցիք երկու խոշոր պահեստներ, որ ունեն Միացյալ Նահանգները, Դարոժնայա փողոցում եւ Սերեբրյանի բորում, դրանք փակվեցին, սառեցվեցին, իսկ դրա կանգնեցումը կամ դրա վերացումը, չգիտեմ ինչ ձևի դա կշարունակվի, նշանակում է անդամալուծել, ռեզացնել ամերիկյան բոլոր կազմակերպությունների, դիվանագիտական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում, այո, եւ Մոսկվայում դեսպանությունը եւ բոլոր հիպատոսական կազմակերպությունները, որ ունեն։ Անշուշտ կարևոր է, թե սա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, Հայաստանի վրա դա առաջերտին, եթե քաղաքական առումով վերցնենք, դիվանագիտական եւ քաղաքական, ես կարծում եմ, որ բացասական կանդրադառնա, որովհետեւ պարզապես տրամաբանական, այսպես ասած, ոլորտից։ Ես կարծում եմ, որ կնեղանա եւ կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Սա մեկ, երկրորդը կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումը անգամ իր դաշնակիցների նկատմամբ, սա մի քիչ միգուցե համարձակ ես կանխատեսում եմ անում, բայց համենայն դեպս լավ բան ես դրանից չեմ սպասում։ Ինչ վերաբերում է տնտեսական խնդրին, այստեղ էլ կա երկու կարծիք, ասում են, որ մի կողմից դա կարող է բացասական անդրադառնալ, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական դժվարությունները անմիջականորեն կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա։ Մյուս կողմից ասվում է, որ նույնիսկ կարող է սա դրական ազդեցություն ունենալ, ես չեմ կարծում, որ եթե մեծ տերությունները առճակատվում են, երբեք փոքր պետությունները դրանից չեն շահում։ Նույնիսկ Թուրքիա եւ Ռուսաստան հարաբերությունները, որ շատերը կարծում են, որ ինչքան Թուրքիայի հետ վատ եղավ հարաբերությունները, այնքան Ռուսաստանի այնքան մեզ համար լավ է, ես դիամետրալ հակառակ կարծիքի եմ։